2025-ի նոյեմբերին աննախադեպ 70,2% ապրանքների հայտարարագրեր են բաց թողնվել կանաչ ուղով։ Մաքսակետերում գոյություն ունեն նաև դեղին ու կարմիր ուղիներ, թե ինչով են տարբերվում դրանք կանաչից, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցն է պարզաբանում։ Կանաչ ուղու ընթացակարգի ընտրության դեպքում ապրանքների և տրանսպորտային միջոցների բաց թողումը իրականացնում է առանց որևիցե տեսակի ստուգման։ Դեղին ուղու ընտրվելու դեպքում իրականացվում է միայն փաստաթղթային ստուգում, իսկ կարմիր ուղու դեպքում իրականացվում է թե փաստաթղթային ստուգում, թե բեռի ֆիզիկական զննում։ Այսինքն ապրանքների հայտարարագրերի 70,2%-ը բաց է թողնվել առանց որևէ ստուգման, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ցուցանիշ է։ 2024 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով կանաչ ուղի միջերեսային արտացոլման տոկոսը կազմել էր 56,4%։ Ասեմ ավելին, որ 2025 թվականի դեկտեմբեր ամսին այն արդեն իսկ կազմում է 73,06% և որպես համեմատական ցուցանիշ կարելի է ասել, որ 24 թվականի համեմատ այն աճել է 16,6%-ային կետով։ Թե որ հայտարարագիրը որ ուղով կգնա, որոշում է ռիսկերի կառավարման ավտոմատացված համակարգը։ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան համակարգի միջոցով հայտարարագիր ներկայացնելուց հետո մեր կողմից նախօրոք սահմանված ռիսկի չափանիշների համաձայն համակարգը ընտրում է, թե տվյալ հայտարարագիրը ինչ ընթացակարգով պետք է գնա բաց թողնման։ Այսպիսով մարդկային գործոն գրեթե չկա, մարդիկ միայն որոշում են ռիսկի չափորոշիչները, որոնք այս տարի վերանայվել են։ Այս 6 ամիսների ընթացքում վերհանվեցին բոլոր ռիսկի պրոֆիլները և դրանց համապատասխան ռիսկի ցուցիչները։ Մի շարք ռիսկի պրոֆիլներում նոր կարգաբերումներ իրականացվեցին և այդ ցուցանիշը կազմում է, որ ամբողջ ռիսկի պրոֆիլների 1/5 ենթարկվեց փոփոխության կամ ապակտիվացվեց։ Մոտ 21% ռիսկի պրոֆիլները ապակտիվացվեցին կամ ենթարկվեցին փոփոխության։ Ըստ գերատեսչության ներկայացուցիչների կանաչ ուղով բաց թողումների ծավալն ավելացել է հենց որոշ ռիսկի պրոֆիլներ ապակտիվացնելու շնորհիվ։ Հարց է առաջանում, եթե համակարգն է որոշում ուղին և կանաչ ուղու դեպքում ստուգումներ չեն լինում, արդյոք խախտումների ռիսկերը չեն մեծանում։ Մաքսային հսկողության շրջանակներում մաքսային ծառայողին համապատասխան կառավարության որոշումով ընձեռված է հնարավորություն հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում նույն կանաչ ուղին բաց թողում իրականացնել ինչպես դեղին ուղու կամ կարմիր ուղու դեպքում և խախտումների հայտնաբերման դեպքում իրականացնել համապատասխան վարչարարություն։ Կանաչ ուղու բարձր ցուցանիշը օգտակար է տնտեսվարողի համար, քանի որ կրճատում է ժամանակը, հնարավոր ծախսերը, նվազեցնում տնտեսվարող մաքսավոր շփումը և խթանում կարգապահությանը։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։